Բարի օր, գործարարալիքին միացած մեզ լսողներ եւ դիտողներ, սա 106 եւ 5 հաճախականությունն է գործարար ալիքը, եթե չհասցնեք հաղորդումը լսել այս հաճախականությամբ, կարող եք թվային հարթակներում եւս դիտել։ Թարմ ուղեղով այսօրվա իմ զրուցակից Տիգրան Աբրահամյանն է, պատիվ ունեմ խմբակցության քարտուղարը, բարի օր, պարոն Աբրահամյան։ Երկար ժամանակ է անցել մեր նախորդ զրույցից, այդ ձեր վարչապետի տեխնացուն Դավիթ Համբարձումյանը այսօր ժամանում է Հայաստանի Հանրապետություն, մենք գիտենք, թե նրա անվան շուրջ վերջին շրջանում ինչեր քննարկվեցին, ինչեր շրջանառվեցին, վտանգավոր ժամանում է սա, կարծում եմ, գնալու եք դիմավորելու եւ ինչպես եք պատկերացնում հետագա process-ները Հայաստանի Հանրապետությունում։ Նախ պետք է արձանագրել, որ առնվազն սեպտեմբերի 26-ի դրությամբ Դավիթ Համբարձումյանը ոչ միայն մեր խմբակցության կամ քաղաքական ուժի տեխնացուն էր, այլ նաև ստորագրության դրա միացած Հայաստան խմբակցության եւ նաև արտախորհրդանական այն ուժերին, որոնց հետ մենք բավականին տևական ժամանակ քաղաքական խորհրդակցություններ էինք իրականացնում եւ ընդհանուր սկզբունքների, գաղափարների եւ նաև տեխնացուի շուրջ պայմանավորվածություն ձեռք բերում։ Իսկ սկզբանը, երբ որ եղավ իմպիչմենտի գործընթացը եւ դրանում նաև Դավիթ Համբարձումյանի որպես տեխնացուի առաջադրումը, բնականաբար մենք գիտեինք, որ այս իշխանության պայմաններում ամենավտանգավոր զարգացումները կարող էին տեղի ունենալ եւ Դավիթն էլ տարբեր առիթներով հայտարարել, որ պատրաստ եմ միջև վերջ գնալու անկախ այն հանգամանքից, թե իշխանությունը ինչ ճնշումներ կբանեցնի։ Իմիջիալոց նաև ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ Դանի վճռից հետո, երբ որ իշխանության քարոզությունը փորձում էր դրա տեղեկատվական ապահովումը իրականացնել, տարբեր կեղծ տեսանյութեր էին հրապարակվում, ներկայացնելով իբրև թե Դավիթ Համբարձումյանի այդ միջադեպերին մասնակցությունը, բայց իրականության մեջ նման տեսանյութ գոյություն չունի։ Նաև դատական process-ներն են դա ցույց տվել, որ այդ տեսանյութերը, որոնք տարբեր փուլերում օգտագործում էին Դավիթ Համբարձումյանի կամ հանրապետականի դեմ, դրանք պարզապես գոյություն չունեն եւ այդտեղ իր մասնակցությունը առհասարակ չկար։ Նրա գործով 2018 թվականից հետո 4 վկա էին մտածել եւ դաշտ բերել, որոնցից 3-ը նախաքննության փուլում հայտարարել էին, որ նրան միջադեպի վայրում չեն տեսել, 4-ի հետ առերեսում էր եղել եւ առերեսումից էր դա պարզ դարձել, իսկ տեսանյութեր առհասարակ չկային, որովհետեւ այդ մարդը պարզապես այդտեղ չէր եղել։ Այնպես որ սա ավելի մանրամասն ասում այն բանի համար, որ մեր լսարանը ովքեր հետևում են process-ին, տեղյակ չեն կամ միգուցե տեսել են իշխանության քարոզչական որոշակի նյութեր, հստակ իմանան, որ առհասարակ նրա դեմ ցուցմունք գոյություն չունի, նրա մասնակցության որևէ տեսանյութ գոյություն չունի եւ առհասարակ այդ մարդը տեղում չի եղել։ Լավ խոսքով, արդար տեխնացու։ Տվյալ իրավիճակին համարժեք տեխնացու եղել Դավիթ Համբարձումյանը այն մարդկանցից է, ով 2016-ին էր առաջին անգամ ընտրվել, 18 թվականին բազմաթիվ ճնշումների հարվածների տակ տեղի չէր տվել, հետո վերընտրվել էր բավականին մեծ հարաբերակցությամբ, այսինքն ակնհայտորեն մասից խոշորացված համայնքում նրա նկատմամբ կա ընդգծված հարգանք եւ նաեւ դրանով էր պայմանավորված, որ մենք նաեւ այս բավական ծանր փուլում նաեւ քննարկումների արդյունքում առաջադրեցինք նրա տեխնացությունը։ Այսօր նա վերադառնալու է, վճռի պահին նա գտնվում էր Մոսկվայում աշխատանքային այցով։ Դրա հետ կապված առանձին հայտարարություն եղավ, որովհետև այն մարդիկ, ովքեր չէին ճանաչում, միգուցե մտածեին, որ նա դիտմամբ է գնացել Մոսկվա եւ չի վերադառնալու, բայց Դավիթ Համբարձումյանը դրա խնդիրը չունի, դրա մասին մենք շատ հստակ հայտարարել էինք եւ այս պարագայում իմանալով, որ ինչ է սպասում Հայաստանում, նա վերադառնում է, որովհետև ինքը մի process-ի մաս է, որի պայմաններում պարզապես այլ տարբերակ չուներ։ Շատ լավ։ Այս մասով կարծում եմ արժի արդեն թեման ամփոփել, գնանք դեպի ավելի պաշտպանական ուղղություն, ռազմական հարցեր քննարկենք եւ ամեն դեպքում սկսենք ազգային ժողովից, քննիչ հանձնաժողովի զեկույցը այդպես էլ չհրապարակվեց, արխիվացվեց, ինչի կապակցությամբ անդիմադիր խմբակցությունները դժգոհություններ էին հայտնում, իշխանությունը տարատեսակ հակափաստարկներ էր բերում։ Մի խոսքով, այս քննարկումների ֆոնին ինչպես եք պատկերացնում, ինչն էր պատճառը, որ ամեն դեպքում չհրապարակվեց, ինչ կար, որ
արժեր, որ հանրությունը դրա մասին պարտադիր իմանա եւ առհասարակ հնարավոր է բեկել այս process-ը եւ ինչ որ մի կետում հնարավոր դարձնել այն հանրային քննարկման առարկա դարձնել։ Եթե զեկույցը ամբողջությամբ հրապարակվեր, ապա դա խնդիրներ կառաջացներ մեր արտաքին տարբեր գործընկերների համար, որովհետեւ ըստ էության մեղադրանքներ կար նաեւ տարբեր գործընկեր երկրների եւ դիտմամբ բոլոր տեղերում ասում մի քանի երկրներ, որովհետև շատերը հենց ասում են տարբեր երկրներ, ասում են Ռուսաստանի, ես ասում եմ, որ մի քանի երկրների նկատմամբ կոնկրետ կա բավականին ծանր մեղադրանք, որի հանրայնացման պարագայում տարբեր երկրների հետ կունենար խնդիրներ։ Կներեք, չեմ կարող ուղղակի շատ ավելի դետալացնել, թե որ երկրների մասին է խոսքը եւ այլն, տարբեր իրավիճակներով պայմանավորված շատերի համար միգուցե նաև զարմանալի կլինի եւ այլն։ Երկրորդը, երբ որ ամբողջության մեջ ես նայում այդ զեկույցը, անկախ դրա առանձին դրվագներից, առանձին ենթավերնագրերից, որտեղ տպավորություն կա, որ Նիկոլ Փաշինյանն ինքը անձամբ է նստել եւ գրել, որտեղ բացառապես իր բառապաշարն է, բայց այն մարդիկ, ովքեր ամբողջությամբ կարդային զեկույցը, կանային մեկ գեզրը հանգում, որ սա իշխանության քաղաքական իշխանության ամբողջության պատասխանության ներքո է։ Այն արգումենտները, որոնք բերված են ուղղակի եւ անուղղակի ձևով, պարզապես մեկ մարդու վրա են տանում բոլոր մեղավորության սլակները եւ դա Նիկոլ Փաշինյանն է։ Գիտեք, ինչու եմ նաեւ անուղղակի ասում, որովհետեւ օրինակ կան տարբեր Բարձրաշան պաշտոնյաներ, որոնք ներկայացված են, օրինակ, չգիտեմ, տարբեր խնդիրների տապալման համատեքստում, դրանք պաշտոնյաներ են, որոնք իրենց բարձր կարգավիճակը ձեռք են բերել այս իշխանության նշանակումից հետո։ Այսինքն, նույնիսկ եթե համարենք, որ կոնկրետ այս դրվագում մեղսակցություն ունի կոնկրետ այս մարդը, քաղաքական կամ իրավական, բարոյական առումով, բոլոր այդպիսի բարձրաշան պաշտոնյաները նշանակված են եղել այս իշխանության կողմից, այդ պաշտոնները նշանակված են եղել իշխանության կողմից։ Եվ երկրորդը, ես թերևս կարծում եմ ամենակարևոր հանգամանքն է, սրա մասին ես խոսում եմ 20 թվականից անմիջապես հետո երևի ամեն օր, շատ ակնհայտ է, որ այս պատերազմի պարտության ամենամեծ դրվագը կամ հանգամանքը կապված է ժամանակին պետությունը խաղաղից ռազմական ռեսուրսը չբերելու հետ։ Ես վերջերս ծանոթացա նաև պատերազմի ժամանակ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գրքին, որը հարցազրույցի ֆորմատով էր իրականացված, որում իմ համար գոնե շատ հստակ էր, թե ինքը շատ ավելի փափուկ, շատ անուղղակի, նաև որոշ տեղերում ակնարկային ձևերով էր ներկայացնում, նաև հիմքում կար ինքնարդարացման այդ մոտեցումը, բայց շատ ակնհայտ է, որ իշխանությունը դեռևս 2019 թվականին հստակ գիտակցել է, որ պատերազմ լինելու է։ Իդեպ Դավիթ Տոնոյանը նաև որոշակի զարմանք էր արտահայտել իր հարցազրույցում, որ 2019 թվականին Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը Արցախի հարցուբանակցային գործընթացին բավականին մաքսիմալիստական է դարձել, այսինքն 18-ից 19-ի ժամանակահատվածում եւ դրա տողատակերում այն էր, որ նաև այդ մոտեցումն Ադրբեջանին բերել ռազմական գործողությունների արագացմանը կամ առհասարակ ռազմական գործողությունների ծավալմանը։ Եվ երկրորդը, երբ որ իրադարձություններին հետևում ես, նաև հիշում եք զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, նախին շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հայտարարությունները, որտեղ ինքը ասում էր, որ պատերազմից 3-4 ամիս առաջ անվտանգության խորհրդում ինքը հստակ ասել է, ինչ է լինելու եւ այլն եւ այլն։ Դավիթ Տոնոյանն էլ բավական հստակ ասում է, որ կոնկրետ այդ իրավիճակում Ադրբեջանին հակազդելու համար ռազմական բյուջեի համար կոնկրետ գումարները առաջ բերվել, որ դրանք անհրաժեշտ են երկրի պաշտպանողականությունը ապահովելու համար։ Նշվում է, որ այդ գումարները չեն տրամադրվել եւ այլն։ Այսինքն բոլոր իրադարձությունները ցույց են տալիս, որ իշխանությունը հստակ իմացել է, որ պատերազմ սկսվելու է, իսկ պատերազմից օրեր առաջ, դա Նիկոլ Փաշինյանի նաև հրապարակային խոստովանությունն է խորհրդանում, ունեցել են հուսալի տեղեկություններ այն մասին, տեխնիկական հետախուզությունն է այդ մասին հստակ փոխանցել, որ պատերազմը լինելու։ Այսինքն պատերազմի մասին հստակ տեղեկություն ունենալու
պարագայում պետությունը որևէ քայլ չէր ձեռնարկել։ Հիմա ռազմական գործից հեռու մարդու համար միգուցե հարց առաջանա, որ ո՞րն է տարբերությունը, եթե պետությունը իմանար որ կռիվ էր սկսելու կամ կռիվ չէր սկսելու։ Տեսեք, 1.5 օրն նույնիսկ հնարավորություն էր անհրաժեշտ միջոցառում իրականացնելու պարագայում պատերազմը շատ ավելի պատրաստված դիմավորելու, խուսափելու մարդկային տարածքային եւ սպառազինության ռազմական տեխնիկայի այդ մեծականակ կորուստներից, որովհետեւ հիշեք Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղարը, չեմ հիշում պատերազմի օրերին թե դրանից անմիջապես հետո հայտարարեց, որ պատերազմի առաջին օրը հոբ համակարգերի 60%-ը, հրետանու 40%-ը ոչնչացվել է։ Ինչ է ոչնչացվել, որովհետև դրանց մի մասը եղել է անգարներում, զորամասերի պարկերում, դրանց մի մասը եղել է իրենց մշտական տեղակայման վայրերում։ Այսինքն մենք ուղղակի հետևողի դերում ենք եղել։ Այո, այսինքն պետությունը հստակ ունեցել է ինֆորմացիա, որ պատերազմ սկսելու է, որևէ քայլ չի իրականացվել, իսկ Ադրբեջանը այդ պայմաններում իրականացրել է այնպիսի խոցումներ, որոնք կարելի է ասել նույնիսկ պատերազմի ելքը միանգամից վճռել է առաջիկա մի քանի օրվա ընթացքում։ Սա մեկ։ Եվ երկրորդը մոբիլիզացիայի հետ կապված հարցեր են, որոնք մինչև հիմա էլ պատշաճ ձևով կարգավորված չեն։ Պետությունը 3 տասնամյակ ամեն ինչ արել է, որպեսզի զորքերը նախկին 90-ականների ջոկատային ֆիդայական այդ ստորաբաժանումներից վերածվեն կանոնավոր բանակի։ Իշխանությունը այդպիսի ծանր պատերազմի պայմաններում Նիկոլ Փաշինյանի հայտնի կոչով կանոնավոր բանակից անցում կատարեց ջոկատային տրամաբանության։ Եվ այդ պարագայում պարզապես արկա մարտահրավերների եւ սպառանիկների պարագայում այդ ջոկատային ուժերը որևէ խնդիր չէին կարող լուծել։ Եվ նաեւ այն ուժերը, որոնք նախատեսված էին համապատասխան պլաններում առաջնագծում մարտ մղող ստորաբաժանումները համալրելու եւ հնարավոր կորուստների պարագայում մարտական խնդիր լուծելու համար պարզապես արյունակամ եղան, շատերը զոհվեցին նաեւ համալրում չստանալու պատճառով, ինչը դարձավ նաեւ հետագայում տարածքային կորուստների հարավային ուղղությամբ ճեղքվածքի եւ դեպի Շուշի ճանապարհ բացելուն։ Եվ մի շատ կարևոր հանգամանք, ես միգուցե նաեւ առաջ եմ գնում այս առումով, տեսեք 44 օրյա պատերազմի հետևանքներն էր, որ բերեց նրան, որ 21, 22, 23 թվականներին Ադրբեջանը հարձակում իրականացրեց արդեն Հայաստանի Հանրապետության նկատմամբ, բանակցային գործընթացում ստեղծեց այնպիսի իրավիճակ, երբ որ թելադրողը բացարձակ մեկ պետություն էր Ադրբեջանն էր եւ մնացած բոլոր գործընթացները արդեն իր թելադրանքի պայմաններում էին։ Պարոն Աբրամյան, ասում եք տպավորություն կար, որ զեկույցը գրված է հենց Նիկոլ Փաշինյանի բառապաշարով ու ձեռքով, բա այդ դեպքում խնդիրը ո՞րն է, որ թաքցնում են այդ ամենը։ Տեսեք, տարբեր գլուխներ կա նախատեսված այդ զեկույցում 215 էջ է։ Կա նախաբան, որտեղ ընդհանուր ռազմաքաղաքական իրավիճակ է ներկայացված։ Հետո գալիս է նաև ըստ օրերի, թե սկզբնական մի 5 օր ներկայացված է, դրանից հետո այդ քրոնոլոգիան արդեն փոխվում է եւ ոչ հստակություններ են մտնում եւ այլն։ Եզրափակիչ մասում հատված կա, որտեղ որոշակի ամփոփիչ բաներ են եւ ավելի շատ քաղաքական տեքստ է, քան իրադրությունից բխող, եւ որտեղ կա հնարավորություն գեղարվեստական մասը ապահովելու, տեղ կամ այդ մասը անձամբ գրել է Նիկոլ Փաշինյանը, որովհետև նայում ես բացարձակապես իր բառապաշար, այն ինչ որ ինքը խոսում է կամ գրում է իր ընտանեկան թերթում, լրիվ այլ ոչ է։ Կամ ինչ-որ մարդ է գրել, որը շատ լավ ճանաչում է իրեն, վերցրել է տեքստերը եւ դրա ոգու պայմաններում ստեղծել է։ Բայց երբ որ դու կարդում ես փաստարկային մասը, իմիջիալոց փաստարկների մասով երբ որ խոսում ենք, օրինակ կա տված, որ ըստ այսինչ մարդու հայտարարության, որ քննիչ հանձնաժողովում հանդես է եկել, իրավիճակը ունեցել է այսպիսի զարգացում եւ այլն։ Բայց հետո հանդիպում ես նաեւ երկրորդ տեսակետի, որ այս նույն իրավիճակի հետ կապված այս Բարսեղյան Պաշտոնյանը նշել է ու լրիվ հակառակ տեսակետն է ներկայացրած, այսինքն զեկույցում այնպես չէ, որ բոլոր հարցերի պատասխանը կա, կան մեծ թվով ուղղություններ, որոնց հետ կապված որևէ էական բան չկա։ Օրինակ հարավային ուղղության մասին, որը հարվածի գլխավոր ուղղությունն է եղել, որոշակի շարադրանք կա, բայց այն մարդը, որ մասնագիտորեն չի տիրապետում, որ կարդա լավ չի հասկանում, թե տեղում ինչ է տեղի ունեցել։
որտեվ կարա իր համար հստակ չլինի, թե ով պետք է գար հարավային ուղղությամբ ապահովագրեր այդ ուժերին, ստորաբաժանումներին կամ այդ ուղղությամբ տեղակայված զորամիավորմանը, եւ ով չի արա ինչի համար պատասխանատու։ Իհարկե կան այնտեղ կոնկրետ ստորաբաժանումներ, գումարտակներ, որոնց ներկայացվածա որպես հրաման չկատարող, մարտի դաշտը լքած եւ այլն եւ այլն։ Այսինքն կան որոշակի այստեղ դրվագներ, որոնց հետ կապված կարծում եմ կլինեն նաեւ քրեական գործեր եւ այլն եւ այլն։ Բայց երբ որ նայում ես օրինակ հայտնի այդ Լելեթեփեի ուղղությամբ շատ փոքր տեքստով ներկայացված է իրավիճակ։ Իրականության մեջ դա պատերազմի հիմնական հանգրվանային եւ վճռական փուլերից է եղել, որովհետեւ Պաշտպանության բանակի ռեզերվը ըստ էության ջարդվել է, իսկ երբ որ ասում եմ ջարդվել, դա չի նշանակում, որտեղ հազարավոր զոհեր են եղել։ Ստորաբաժանումներ են եղել, օրինակ մարտունակությունը պարզապես կորցրել է եւ հետագայում այլևս որևէ լուրջ խնդիր կատարելու հնարավորություն չեն ունեցել։ Այնտեղ նաեւ բարելքման բավականին մեծ դրսևորումներ ա եղել եւ դա է նաեւ մեծ առումով ազդել շատ ստորաբաժանումների կամ զորամասերի վրա։ Բնականաբար դրա մասով որևէ լայն ներկայացված կոնտեքստ չկա։ Իմիջիալուս մի դրվագ կա, որը վերաբերում է Թալիշի ուղղությամբ հակագրոհին, որի մասին ընդհանրապես չի խոսում, համենայն դեպս ես չեմ հանդիպել, որովհետեւ երբ որ Ադրբեջանը առաջին օրերին բավականին խորը սկսել է ներթափանցում անել Թալիշի նկատմամբ վերահսկողություն, հետագայում մադաղեցի, այնտեղ փորձ է արվել հակագրոհ իրականացնել, որը կարծեմ տեղում վարել է հետագայում Պաշտպանության բանակի հրամանատար դարձած Կամո Վարդանյանը, որ այդ ժամանակ ուներ շտաբպետի կարգավիճակ։ Բայց այդ դրա հետ կապված ընդհանրապես որևէ բան ներկայացված չի, որովհետև այնտեղ էլ իրավիճակին ոչ համարժեք գործողությունները բերել են մեր հակագրոհի, այսպես ասեմ, տապալմանը։ Այսինքն հանրության համար ինչ որ կարևոր բան կա, դրանք սվաղված է։ Այնպես չէ որ զեկույցի հրապարակումից հետո բոլորը կարող էին կարդալ եւ հասկանալ, բայց կարծում եմ որ մարդիկ որոնք որոշակի գիտելիքներ ունեն եւ նաեւ որոշակի նաեւ վերլուծական հնարավորություն ունեն, կարդան եւ իրանց համար հստակ կդառնար թե ով է այս իրավիճակի գլխավոր պատասխանատուն, իսկ իմ համար շատ հստակ է որ նույնիսկ այդ զեկույցով անկախ Նիկոլ Փաշինյանի այդ գեղագիտական ֆանտաստիկ նաեւ որոշակի ձևակերպումներից, տեղ ըստ էության այդ իրավիճակի համար գլխավոր պատասխանատուն մեկ մարդ էր։ Ընդ որում ասեմ, ներկայացված էր հիմնական բանակի հետ կապված խնդիրները, այն դեպքում երբ որ պետությունն էր մտել մարտի մեջ, հստակ չէր օրինակ, չգիտեմ, մոբիլիզացիայի տապալման պատասխանատուներ, որոնք մարզերներ օրինակ, որոնք չէին կարողացել օրինակ մոբիլիզացիա պատշաճ իրականացնել, որտեվ մոբիլիզացիան սկսած զորակոչից, վարժական հավաքներից մինչև պատերազմի ժամանակ մոբիլիզացիա, դրանք հատուկ պլաններով իրականացվում է ոչ միայն բանակը կամ զինված ուժերը, դրանք համատեղ տեղական ինքնակառավարման մարմինների հետ է իրականացվում եւ այլն։ Այսինքն թվում է թե այս պատերազմում այդ զեկույցից է թվում քաղաքական պետական կառավարման համակարգը բոլորը գնացել են իրենց գործերով եւ բացառապես մնացել են զինված ուժերը եւ զինված ուժերն է միայն մարտարը, որտեղ ներկայացված է այնտեղ միայն զինված ուժերի տարբեր դեմքերի, ստորաբաժանումների կամ հրամանատարների տապալումները, ինչի մի մասի հետ ես համաձայն եմ, որովհետեւ բաներ կա, որ քննարկել չի ակնհայտ է, բայց երբ որ նայում ես նաև հիմքերը թե ինչն է բերել այդ իրավիճակին, ինչի պետությունը անհրաժեշտ քայլեր չի ձեռնարկել այդ ստորաբաժանման համալրումը ապահովելու եւ այլն հազար ու մի հարցեր ակնհայտ է որ ստեղ կա պետության բավականին մեծ խնդիր։ Մի օրինակ ստեղ բերեմ, Ջաբրայելի զորամասը առաջին մեկ շաբաթը թեև եղել է գլխավոր հարձակումը այդ ուղղությամբ, զորամասը կարողացել է ոտքի կանգնել, թշնամու մեծ թվով զինտեխնիկա, կենթանի ուժ է ոչնչացրել։ Ինչի հաշվին է եղել դա։ Կարողացել է մարտունակ բանը միավոր է եղել 9-րդ պաշտպանական շրջանը եւ ճեղքվածքը որտեղից հիմնական հարձակումն է եղել, թե չեմ սխալվում Ջաբրայելի զորամասի 122-123 այդ պոստերի հատվածն է, 122-123 պոստերի հատվածն է եղել, հակառակորդի մխրճում եղել է շատ փոքր հատվածում։ Բայց ի՞նչն է խնդիր եղել, ո՞րն է կապը նաև մոբիլիզացիայի կամ այն ուժերի, որոնք պետք է ժամանակին տեղակայվեն։ Այդ զորամասը չունեցել համալրման հնարավորություն։
Որովհետև ցանկացած զորամաս ունենում է խաղաղ ժամանակների եւ ռազմական ժամանակների հաստիկացուցակ։ Պայմանականորեն, եթե զորամասում խաղաղ ժամանակահատվածում պետք է լինի օրինակ 1500 զինծառայող, պատերազմական հաստիկացուցակով տեղ պետք է լինի օրինակ 2000 զինծառայող։ Եվ եթե պետությունը ժամանակին պատրաստվեր կամ նույնիսկ պատերազմի հարվածի ժամանակ այդ process-ը իրականացներ, բնական է, չէ՞, զորամասը շատ ավելի համալրված կլիներ եւ դիմադրություն ցույց տալը իր համար կլիներ շատ ավելի արդյունավետ։ Եվ երկրորդը, նման դեպքերի համար պատերազմական ժամանակահատվածի համար նախատեսված են սանիտարական գումարտակների ծավալում, ինչը նշանակում է, որ մարտի դաշտից հանված մարմինների, այսինքն զոհերի կամ վիրավորների պարագայում այդ հաստիկները արագ այդ սանիտարական բատալյոնների միջոցով պետք է համալրվեն, ինչը տեղի չի ունեցել։ Եվ արդյունքում 9-րդ պաշտպանական շրջանը Ջաբրայելի զորամասը, որը գտնվել է ամենամեծ հարվածների տեղատարապի տակ, վիրավորների զոհերի պայմաններում պարզապես կորցրել է իր մարտունակությունը եւ Ադրբեջանի համար հնարավորություն է դարձել մխրճումը զարգացնել։ Այ պարոն Աբրամյան, նշում եք, որ ակնհայտ է, որ բոլոր սլաքները սխալների իմաստով եւ պատասխանատվության իմաստով ուղղվում են դեպի Նիկոլ Փաշինյանը, ակնհայտ է, որ միշտ ներկա իշխանությունն է պատասխանատվության կրողը, դա միանշանակ քննարկման ենթակա չէ, բայց կան օրինակ խնդիրներ, որոնք դուք պատերազմի ժամանակ նկատել եք, որ այս հատվածում մենք այս խնդիր ունեցանք, այստեղ չկարողացանք որևէ բան լուծել, ու դա արդյունք էր, որ օրինակ 16-ից մինչև 18 կամ դրանից առաջ մենք այդ հատվածում չենք իրականացրել այն ինչ որ պիտի անեինք։ Արդյոք ձեր բաց թողումները եւս նկատելի են եղել։ Իմիջիալուց ասեմ, որ զեկուցում որոշակի անդրադարձեր կա հետ ապրիլյան, այսինքն 16 թվականի նախորդած ժամանակահատվածում, եւ այդ ժամանակահատվածի համար դետալային չեմ կարող ասել, բայց ընդհանուր առմամբ ներկայացված է որոշակի ուղղություններով աշխատանք կամ նախատեսված պլաններ, որոնք ըստ էության 16-ի սերտած դասերն էին, որը դրան համարժեք գործողությունների իրականացումը, որը նախատեսված էր տարբեր ժամանակային կտրվածքով։ Զեկուցում իմ տպավորությամբ այն քայլերը, որոնք նախատեսված են եղել հետ պատերազմյան, այսինքն 16 թվականի պատերազմական գործողությունը համատեքստում, զեկուցում, եթե չասեմ դրական, ապա չեզոք գծերով է ներկայացված եղել։ Այսինքն այն ինչ որ գնվել է եւ ինչ նախատեսված եղել գներոների համար։ Այլ բան է, որ օրինակ գլխավոր շտաբի նախկին պետ, ՊԲ նախկին հրամանատար Մովսես Հակոբյանը օրինակ ասում էր, որ այդ սպառազինության գնման պլանները փոփոխության են ենթարկվել։ Սրա մասին հիշում եք, պատերազմից հետո բավականին քննարկումներ են եղել, որ 16-ից հետո եղել է գնման այլ պլաններ, բայց դրանք հետո փոփոխության են ենթարկվել եւ այլն։ Այն ինչ որ ես տեղեկություն ունեմ, դրանից հետո հոբ միջոցների համար բավականին մեծ գումարներ է նախատեսված եղել, անօթաչու թռչող սարքերի համար նախատեսված եղել, ինչը հետագայում, եթե չեմ սխալվում, դարձավ սուերի գնման առաջարկ, փոխվեց, դա պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի եւ ՊՆ-ում մի շարք այլ պաշտոնյաների հիմնական նաև ցանկություններից է եղել։ Հիշում եք, թե դա ինչպես ողջունվեց, ես հիշում եմ։ Դա ողջունվեց, դրա շուրջի PR-ներ կառուցվում, որը մեջ դրա մոտ պաշտպանության նախարարն ու Նիկոլ Փաշինյանը էին նկարվում, որոշակի պարբերականությամբ դրանք ճախրում էին օդում, նաև Երևանում եւ այլն, այսինքն քարոշչական մեծ բան դարձավ։ Պանայում երկար տարիներ այդ քննարկումը եղել է։ Պաշտպանական իմաստով նման գործողությունների գնալ PR ընդունված է այդտեղ։ Դե գիտեք 18-ից հետո, քանի որ պոպուլիզմի գերդոզավորում էր եւ մինչեւ հիմա էլ դա հատուկ է այս իշխանությանը, ցանկացած process-ի հիմքում դա է դրված։ Առաջին հարցը դա պոպուլիզմի հնարավորությունն է, դա մաքսիմալ օգտագործելու իշխանության այսպես ասած պահանջների բավարարման համար։ Գիտեք, ժամանակին երկար տարիներ այդ քննարկումը եղել է եւ կառավարությունում եւ հատկապես զինված ուժերում, թե հիմնական զարգացումը ինչ ուղղությամբ պետք է գնա՝ ավիացիայի զարգացում, թե հակաօդային պաշտպանության ռեփ միջոցների եւ այլն։ Մինչեւ 18 թվականը մոտեցումը եղել է, որ Ադրբեջանի հնարավորությունների եւ օպտիմալ արդյունավետ մարտերի համար կարևորություն դրվել է հոբ ռեփ միջոցների վրա եւ այլն։ 18 թվականից հետո Դավիթ Տոնոյանը այն հանձնացրել, որ ավիացիան էր կարևորում եւ
Պաշտպանության նախարարի կարգավիճակում լինելով ինքը եւ նաեւ տարբեր այլ զինվորականները ըստ էության ընդհանուր կոնցեպտում փոփոխություն են մտցրել։ Ես նեղ մասնագիտական առումով չեմ կարող ասել, թե այս իրավիճակում ինչ համաչափությամբ պետք է լինի ավիացիա, հոպը, ռեպը եւ այլն, բայց համայն դեպս այդ մոտեցումը չաշխատեց պատերազմում։ Շատ լավ, այ քննարկեցինք այս պատերազմի ընթացքը հենց զեկույցի տրամաբանության մեջ, գալով այդ ամփոփմանը արդեն նոյեմբերի 9-ին, որով ամփոփվեց այս ամենը, կարծում եք ճիշտ պայմանագիր էր, որը արդյունք եղավ այս ամենի, կարելի էր այլ բան ստորագրել, կարելի էր այլ ելք կանխատեսել, թե ամեն դեպքում նոյեմբերի 9-ը լավագույն տարբերակն էր եւ այսօր ասում են, չէ, որ հաճախ ընդդիմությունից է այդ խոսույթը տարածվում, որ նոյեմբերի 9-ին փոխարինելու է եկել օգոստոսի 8-ը, ավելի վատ տարբերակ եւ համեմատություն է նաեւ անցկացվում։ Այդ իմաստով էլ կուզեմ ձեր կարծիքը ասեք, արդյոք փոխարինում է թե լավ տարբերակ։ 20 թվականի համատեքստում այդ փաստաթղթի ստորագրումը իհարկե կապիտուլյացիա էր, որովհետև դրանում ամբողջացված էր Ադրբեջանի մոտեցումներն ու առաջնահերթությունները։ Իմիջիալոց տեղ մի հղում էլ պետք է անեմ Դավիթ Տոնոյանը։ Մեր առաջնահերթություններն էլ կան, ուղղակի չկատարվեցին։ Հեսա դրան կանդադառնամ, բայց տեղ մի մասով էլ պետք է հղում անեմ Դավիթ Տոնոյանին։ Ինչ եմ իրան շատ հղում անում, որովհետև պատերազմի ժամանակ եղել է պաշտպանության նախարարը եւ ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի եւ նրա այսօրվա թիմակիցների Դավիթ Տոնոյանը իր գրքում հստակ ասում է, որ այնպես չէր, որ Շուշին պետք է ամեն գնով կորցնեինք եւ Շուշի որևէ պայմաններում չեն կարող պարզապես պահել։ Մի բան, ինչը նրա նախկին գործընկերները կառավարության եւ նաեւ ՔՊ-ի փորձում են հանրության համոզել, թե Շուշին բանակցված էր, միջև այդ պետք է տային սա եւ այլն։ Դե ժամանակին նաեւ իրենց ժամանակահատվածի արտգործնախարար Զորաբ Մնացականը նաեւ ասաց, որ երբևէ միջև 20 թվականի մարտական գործողությունները Շուշիի հարցը բանակցությունների առարկա չի եղել, Շուշի հանձնելու հարցը եւ այլն։ Բայց այս իրավիճակում ինքը 20 թվականի համար կապիտուլյացիոն էր, որովհետև նախ Հայաստանի Հանրապետության համար շատ հակասական իրավիճակ էր։ Մի կողմից իշխանության կար մի ուժ, որը 18 թվականից հետո պնդում էր հնարավոր բոլոր հարթակներում, թե ինքը չի կարող Ղարաբաղի հետ կապված որոշում կայացնել, որովհետև արցախցիները իրեն չեն ընտրել, ըստ այդմ ինքը որոշում չուներ կայացնելու, բայց այդ փաստաթղթով ըստ էության իր գլխին դրվեց Արցախի վարչատարածքային առումով շրջանները, Քաշաթաղի շրջանը, Շահումյանինը, որը մեջ մտնում էր Խարվաճարը եւ Ակնան, նախկին Աղդամը, հանձնել Ադրբեջանին։ Դեռ չեմ խոսում այն բոլոր այն իրավիճակների մասին, որը արտացոլված էր այդ փաստաթղթում։ Ինչու է հետագայում այդ նոյեմբերի 9-ի փաստաթղթում հղումները շատ կատարվում, որովհետեւ Ադրբեջանը այն ամեն ինչ որ կապված էր իր օրակարգի սպասարկմանը ժամկետային առումով սահմանել էր եւ Հայաստանը հետեւողականորեն հանձնում էր այդ տարածքները, իսկ բոլոր այն հարցերը, որոնք քիչ թե շատ վերաբերում էին Հայաստանին եւ հատկապես 25-ի համատեքստում կարևորվում են, ամեն դեպս արցախցիների Արցախում լինելը, Հայաստանի եւ Արցախի միջև անվտանգ միջանցքի արկայությունը, խաղապահ առաքելությունն ու գերիների հետ կապված հարցը, դրանք երկրորդ պլանում մնացին, գերինի մասով մասնակի իրականացվեց եւ այս իրավիճակից հետո Ադրբեջանը ըստ էության իր քաղաքական կուրսը ամբողջական փոփոխության ենթարկեց, Հայաստանը, որը միջև այդ խոսում են ինքնորոշման իրավունքի, 21 թվականի նախընտրական խոստումներում խոսում էր Շուշիի եւ Հադրութի դեօկուպացիայի մասին եւ այլն, 22 թվականին սկսեց խոսել Արցախի ադրբեջանական լինելու մասին, 23-ին իր պահվածքով եւ կեցվածքով կանաչ լույսով արած ադրբեջանական հարձակումների համար եւ սա բերեց արդեն 2025-ի Վաշինգտոնյան արդեն պայմանավորությունը, երբ որ կար մի կողմից Ադրբեջան, որը երկրորդ եւ երրորդ փուլով ներկայացնում էր իր առաջնահերթությունները եւ կար Հայաստանը, որը իշխանությունները այդ պահին իրավիճակը թողել էին իներցիոն զարգացումների վրա եւ Ադրբեջանը ստացավ այն եւ ստանում է այն ինչ որ պահանջում է, իսկ այն ինչ որ կապված է Հայաստանի հետ, դրանք թողնված են անորոշ ժամկետներին։ Մասնավորապես խոսքը վերաբերում է եւ գերիների ռազմագերիների վերադարձին եւ վերաբերում է այդքան քննարկված ադրբեջանական զորքերի
Հայաստանի Հանրապետության տարածքում մխրճված լինելու եւ այդ զորքերի հետ քաշմանը։ Իշխանությունից ասում են դա process-ը տեղի է ունենալ, դուրս են գալու։ Գիտեք, ինչպես է լինում, որ 20 թվականից սկսած որտեղից պետք է դուրս գա հայկական զորքերը, դրա համար 1 ամսվա ժամկետ է սահմանում։ Ինչպես է պատահում, որ Ադրբեջանի համար կարևորություն ներկայացնող կոմունիկացիայի հարցը, հատկապես Սյունիքով անցնող միանգամից նվազագույնը կոնցեպտուալ համաձայնություն է ստանում, բայց այն ինչ վերաբերում է ադրբեջանական զորքերի Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գալու, դա թողնված է անորոշ ինչ-որ զարգացումների վրա։ Ասեմ ինչու, որովհետև մենք ենք պարտվել։ Դե եթե մենք ենք պարտվել, եթե ելնում ենք այն կետին, որ մենք պարտվել ենք եւ այդ փաստաթուղթը պետք է Հայաստանի Հանրապետության դեմ աշխատի, բա ինչու է իշխանություն դա ներկայացնում որպես պատմական հաղթանակ։ Միգուցե դա նրանից է, որ իր շահերը ներիշխանական մակարդակում համընկնում են Ադրբեջանի մոտեցումների հետ եւ այդ պարագայում ինքը ստանում է աջակցություն, դրա փոխարեն գնում է Հայաստանի համար նոր զիջումների։ Հիմա վերջնաարդյունքում նոյեմբերի 9-ի հետ ինչ հա տեղի ունենում։ Այդ թուղթը կա, չկա, արդյոք հնարավոր է դրան վերադառնալ, կարիք կա վերադառնալու, հնարավոր է մի գեղեցիկ օր այդ թուղթը բերեն ասեն, այ նոյեմբերի 9-ը ստեղելի կետ էր, կա որ դուք չեք կատարել, պիտի կատարեք։ Նոյեմբերի 9-ի կատարումը, եթե նայենք ամբողջության մեջ, կատարված։ Արցախցիների Արցախում վերադարձ եւ արցախյան իշխանությունների ներկայություն, խաղապահ առաքելության իրականացում, նույնիսկ պարտադիր չէ դա լինի ռուսական մանդատի ներքո, Հայաստանի եւ Արցախի միջև միջանցքային կապի տրամաբանություն եւ այլն, դա բնականաբար բխում է մեր շահերից, բայց խնդիրը այն է, որ Հայաստանի իշխանությունը նախ ինքը կոնկրետ այդ կետերի հետ կապված որևէ անելիք իրեն չի տեսնում, ավելին ինքը համարում է, որ հարցը փակված է եւ արցախցիները պետք է բացառապես մտածեն Հայաստանում իրենց կենցաղի ապահովման եւ տնավորման հարցերում անձնագրերի փոփոխություն։ Այս մասով շահագրգռվածություն որոշակի պարբերականությամբ Ռուսաստանն է միայն դրսևորում, որտեղ այնտեղ կա նաեւ 9-րդ կետը, որը վերաբերում է իր պայմաններով եւ ռուսական սահմանապահ զորքերի մասնակցությամբ կոմունիկացիաների ապահովմանը եւ այս պահին ես դրա ակտուալությունը չեմ տեսնում։ Շատ լավ, շնորհակալ եմ ձեզ զրույցի համար։ Մեզ լսողներին եւ դիտողներին եւս մեկ անգամ հիշեցնեմ, որ առաջին խոսափողի մոտ պատիվ ունեմ խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն էր, իսկ երկրորդի մոտ ձեզ համար Մոնիկա Մամյանը աշխատեց, կհանդիպենք, լավ եղեք։